Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր անդրադառնալով Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին եւ նրան Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու կոչերին ընդգծում է, հնարավոր չէ գնալ աշխարհում ման գալ, հետո ետ գալու աշխատանք ուզել իշխանություններից։ Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է, չունի ռազմական որևէ կրթություն։ Դա մեկ։ Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի։ Հետո դրանից հետո դուրս է եկել իր համար տարբեր երկրներում աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում ու պիտի գործ ճարեն ու տան, չի կարող։ Լրագրողների հարցին թե արդյոք Սամվել Բաբայանն աշխատանք է ուզում իշխանություններից եւ նրանք էլ մերժում են, Սահակյանն ասաց, թե ինքը Բաբայանի հետ չի հանդիպել, պարզապես նման տպավորություն ստացել է թերթերից։ Այդպես չի կարող պետական իշխանության մոտ, ովքեր ցանկանում են մոտ լինել եւ աշխատեն իշխանության ներսում, գալիս գործ են ուզում եւ իշխանությունները գործ են տալիս, այդպես չի կարող։ Նշենք, որ Սամվել Բաբայանն անցած կիրակի Ստեփանակերտում հայտարարել էր, թե պաշտոն չի ուզում, պարզապես ցանկանում է օգնել պաշտպանական համակարգեր ստեղծելու հարցում։ Նրան Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու կոչով հանդես էր եկել Ղարաբաղի ընդդիմադիր падգամավոր Հայկ Խանոմյանը, ում եւ հունիսի 6-ին դաժան ծեծի ենթարկեցին։ Հարցին, թե արդյոք իշխանությունները պատրաստ են հանդիպել Բաբայանին եւ նրա փորձն ու ներուժը օգտագործել պաշտպանական ոլորտում, ազգային ժողովի նախագահը պատասխանեց. Դեռևս մենք իշխանությունները, մենք նույնպես դեռևս չգիտենք ինչ ներուժ ունի, որպեսզի դրան աջակցենք, թե չաջակցենք։ Անդրադառնալով Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր վերածնունդ խմբակցության ղեկավար Հայկ Խանոմյանին դաժան ծեծի ենթարկելու փաստին, ազգային ժողովի նախագահը պնդեց, թե դրանում քաղաքական դրդապատճառներ չի տեսնում։ Որովհետև քաղաքական դրդման բռնում են մարդուն ծեծում են, որ ինքը այլ քաղաքական մտածողություն ունի։ Ասում են, դա խուլիգանական արարք է։